Ողջույն սիրելի փոքրիկներ։ Բարև ձեզ, հեքիաթի սենյակի ձեզ եմ ողջունում Արևիկը և Լիլիթը։ Սիրելի փոքրիկներ, մենք այսօր բերել ենք շատ հետաքրքիր հեքիաթ ձեզ համար։ Այս հեղինակը առաջին անգամ է այսօր լինելու հեքիաթի սենյակում։ Խնդրում ենք շատ ուշադիր լինել։ Իսկ մինչ կանդրադառնանք հեքիաթին, ասենք, որ ունենք շատ գեղեցիկ տաղանդավոր փոքրիկ հյուր։ Այսօր մեր հյուրն է արցախցի Անդրեյը։ Իդեպ մենք շարունակում ենք հյուրընկալել մեր տաղավարում արցախցի տաղանդավոր երեխաներին։ Ողջույն Անդրեյ։ Ինչպե՞ս ես։ Լավ եմ։ Մի փոքր կպատմես քո մասին, թե որ դպրոցում ես սովորում, որ երրորդ դասարանում։ Ես Անդրեյ Միրզոյանն սովորում եմ Գիտեմ Սարյանի անվան 138-րդ դպրոցում 5-րդ դասարանում։ Իսկ ինչ ես դառնա այն դերասան կամ ծրագրավորող։ Ահա, կարծես թե իրարից հեռու մասնագիտություններ են, բայց երկուսն էլ շատ լավ են։ Արևիկ, դու հարցեր ունես։ Սիրելի քթնես։ Որն է։ Շունուկատու։ Ահա, բոլորի կողմից շատ սիրելի ստեղծագործություն։ Իսկ երազանք։ Ասա, մի երազանքի մասին ամենակարճուն ես, ես չեմ հավատում, որ Անդրեյ ունի երազանք, պարզապես չի ուզում բարձրաձայնել։ Ասենք, որ Անդրեյը ներկայացնում է Դիզակ արտ մշակութային երիտասարդական կենտրոնը։ Այնտեղ դու ինչ խմբակների ես հաճախում։ Թատերական խմբակի դերեր ունես։ Դեռ նոր ես հաճախում, ահա։ Դե լավ, իսկ հիմա ասեմ, որ այսօր մենք փոքրիկներ ձեզ համար ընթերցելու ենք Քիփլինգի ստեղծագործություններից մեկը, ուզում եմ մի փոքր տեղեկություն տալ նրա մասին, քանի որ առաջին անգամ եք ներկայացնելու, ուրեմն Քիփլինգը ծնվել է 1865 թվականին Մումբայում, բրիտանական Հնդկաստանում։ Նա գրող է, բանաստեղծ, վիպասան, ռազմական թղթակից, մանկագիր, սցենարիստ, լրագրող և գիտաֆանտաստիկ գրող։ Նրա ուշագրավ աշխատանքներից է Ջունգլիների գիրքը, բոլորիս քաջ ծանոթ Ջունգլիների գիրքը, որտեղից էլ մենք ճանաչում ենք որ հերոսին Մաուգլին։ Այո, կարծում եմ բոլոր երեխաները բազմիցս դիտել են մուլտֆիլմը։ Քիփլինգը գրականության ասպարեզում արժանացել է Նոբելյան մրցանակի։ Ասենք, որ նա վախճանվել է 1936 թվականին Անգլիայում։ Այսքանը, իսկ հիմա անցնենք հեքիաթին, որ հեքիաթն ենք Արև ներկայացնելու։ Ինչպես ուխտը դարձավ սապոտավոր։ Այո, սկսեցինք։ Դարեր առաջ, երբ աշխարհը դեռ այնքան մանուկ էր և կենդանիները նոր էին աշխատում մարդու համար, մի ուխտ կար, որը աշխատանքից խուսափելու համար ապրում էր ոռնացող անապատում։ Մանավանդ ինքն էլ ոռնացող էր։ Այս ահավոր ծույլն ուտում էր փուշ ու տատասկ, մուշ ու փուշ, կաթնախոտ ու մոլախոտ։ Եվ երբ մեկը փորձում էր խոսել հետը, շարունակ կրկնում էր. ուս, ուս։ Մի երկուշաբթի առավոտ ձին թամբը մեջքին, սանձը բերանին եկավ նրա մոտ։ Ուխտ, այ ուխտ, դուրս արի, մեզ նման վազիր։ Ուս։ Ձին գնաց ու պատմեց մարդուն։ Որոշ ժամանակ անց մի փայտի կտոր բերանին եկավ շունը։ Ուխտ, այ ուխտ, արի մեզ նման իրեր տարուբեր։ Ուս։ Շունը գնաց ու պատմեց մարդուն։ Վերջապես լուծը վզին եկավ եզը։ Ուխտ, այ ուխտ, արի մեզ նման վարության կարա։ Ուս։ Եզը գնաց ու պատմեց մարդուն։ Օրվա վերջում մարդը կանչեց ձիուն, շանը և եզին։ Երիակ, այ երիակ, մեղքս գալիս եք, աշխարհը դեռ նոր էր ու մանուկ, բայց այդ անապատի ուզը չի կարողանում աշխատել, թե չէ մինչև հիմա եկած կլիներ, ուրեմն ես նրան հանգիստ կթողնեմ, իսկ դուք պետք է նրա փոխարեն էլ աշխատեք, տեղը լրացնեք։ Սա շատ բարկացրեց երիակին, և նրանք խորհուրդ արեցին, ժողով գումարեցին, համագումար հրավիրեցին, խելքի տվին անապատի եզրին։ Ուխտը այդ ահավոր ծույլ եկավ կաթնախոտ ծամելու ու ծիծաղեց նրանց վրա, հետո ուս ծոր տալով հեռացավ։ Շուտով փոշու ամպերի մեջ հայտնվեց բոլոր անապատների ջինը։
Ջիները միշտ այդպես են ճամփորդում, որովհետև դա հրաշք է, եւ ժողովեց եռյակին ու խորհուրդ արեց նրանց հետ։ Բոլորը անապատի ջին, միթե հնարավոր է անգործ նստել, երբ աշխարհը այսքան նոփ-նոր է ու մանուկ, հարցրեց Ձին։ Իհարկե ոչ։ Դե ուրեմն լսիր, շարունակեց Ձին, քո ոռնացող անապատում կա մեկը, մանավանդ ինքդ էլ գիտես, ոռնացող է։ Երկար վզով, երկար ոտքերով, որ երկուշաբթի առավոտից ի վեր մատը մատին չխփել, չվարքել։ Ֆյույթ, սուլեց Ջինը։ Երդվում եմ Արաբիայի ոսկով, իմ ուխտն է, որ կա, իսկ ինչ է ասում, շարունակ, ուզ, վրա բերեց շունը և իրեր չի տանում բերում, ուրիշ ոչինչ չի անում, միայն ուզ և վար ու ցանք չի անում, բողոքեց եզը, շատ լավ, քիչ համբերեք ես նրան ուզ ցույց կտամ, սպառնաց Ջինը։ Ջինը կոլորվեց փոշեթիկնոցի մեջ, կտրուկ շրջվեց դեպի անապատը, գտավ ուխտին այդ ահավոր ծույլին, ջրափոսի մեջ արտացոլվող իր պատկերով հիանալիս։ Իմ լող փսլնքոտ ընկեր, ուրեմն ճիշտ են ասում, որ դու ոչ մի գործ չես անում, երբ աշխարհը դեռ նոփ-նոր է ու մանուկ։ Ուզ։ Ջինը նստեց, ծնոտը հենեց ձեռքին եւ հղացավ մի մեծ հրաշք, մինչև ուխտը հիանում էր ջրափոսի մեջ արտացոլվող իր պատկերով։ Երկուշաբթի առավոտից ի վեր քո ահավոր ծուլության պատճառով երյակն աշխատում է նաև քո փոխարեն, ասաց Ջինը եւ շարունակեց մտորել ծնոտը ձեռքին հենած։ Ուզ։ Եթե ես քո տեղը լինեի, այլևս ուժ չէի ասի, խորհուրդ տվեց Ջինը։ Կգա ժամանակ, երբ կզղջաս դրա համար։ Հեյ, փսլնքոտ, դու պետք է աշխատես, բայց ուխտը դարձյալ կրկնեց. ուզ։ Եվ հենց այդ պահին տեսավ, որ իր մեջքը, որով այնքան հպարտանում էր, սկսեց ուռչել, մինչև վերածվեց դարձավ մի մեծ հսկա ցցուն կուզ։ Այ տեսնում ես ինչի հասցրեց քո ուզը, որ կուզ դարձավ։ Այսօր հինգշաբթի է եւ դու երկուշաբթի օրվանից աշխատանքի հենց սկզբից ոչինչ չես արել, դե հիմա պետք է աշխատես։ Կուզը մեջքիս, ես ոնց աշխատեմ, սրտնեղեց ուխտը։ Դա քո 3 օրվա անգործ նստելու վաստակն է, ասաց Ջինը։ Հիմա առանց ուտելու կուզիդ հաշվին կաշխատես 3 օր, հետո չասես, թե քեզ համար ոչինչ չեմ արել, դուրս արի անապատից, գնա միացիր եռյակին ու քեզ կարգին պահիր, կուզիցդ ամաչիր։ Ուխտն իրեն կարգին պահեց, կուզից ամաչեց և գնաց միացավ եռյակին։ Այդ օրվանից մինչև օրս նա կոչվում է սապատավոր։ Մենք կուզիկին սապատավոր ենք անվանում, որպեսզի չվիրավորենք նրա զգացմունքները։ Բայց նա երբեք այն 3 օրվա տեղը չհանեց, երբ աշխարհը դեռ նոր նոփ էր ու մանուկ և մնաց ուխտի պես համառ։ Անդրեյ, քեզ դուր եկավ այս հեքիաթը։ Կարծում եմ շատ երեխաներ ծանոթ չէին այս հեքիաթին և հեքիաթի սենյակի շնորհիվ ծանոթացան, բայց մենք բոլորս ծանոթ ենք Մաուգլիի կերպարին։ Մուլտֆիլմը դիտել ես կամ հեքիաթը ընթերցել ես։ Հեքիաթը չեմ ընթերցել, բայց մուլտֆիլմը դիտել։ Կա բացի նրանից այլ կերպար, որ քեզ դուր է գալիս։ Հենց նա է դուր գալիս, կարծես թե։ Չէ։ Իսկ դու կուզես ինչ-որ մի դեր քեզ համար երազում ես խաղալ ինչ-որ մի դեր հեքիաթում, որ դերը։ Գլխավոր։ Անդրեյ, քանի որ մենք իմացանք, որ դու սիրում ես շունն ու կատուն, այ կուզես բեմադրվեր և դու խաղայիր շան կամ կատվի դերը, որը կուզեիր։ Շան։ Շան դերը կուզեիր, իսկ ես կատվինը կուզեի։ Մենք միասին կխաղանք այդ դերերը։ Դե ինչ երևի ժամանակն է, որ տեսնենք, թե որ հերոսին է այսօր պատկերել Էմիլը։ Անդրեյ, շնորհակալություն, որ այսօր մեր հյուրն էիր։ Սիրելի փոքրիկներ, իսկ ես հիշեցնեմ, որ ամեն շաբաթ կարող եք դիտել մեր հաղորդումները։ Կարող եք դիտել այն նաև YouTube-ում և գրել մեր Instagram-յան էջին։ Եվս մեկ անգամ ուզում ենք շնորհակալություն հայտնել Կլուբ Կապիտալին մեր հաղորդմանը աջակցելու համար։ Երեխաներ, եկեք միասին ցտեսություն մաղթենք փոքրիկներին։
Ցտեսություն,